Բարի լույս ընկերներ ջան, հուսով եմ, որ դուք լավ եք, մենք էլ լավ ենք, երեք այնքան հոգնած էի, ասեցի չէ, ինձ ու Ալեքսի համար շալվար ենք գնել, բայց չկարողացա թե նկարեմ կամ ինչ-որ մի բան անեմ, մի փոքր կադր նկարել էի թե այնտեղ հանդերձարանում, բայց հեսա մի քանի բաների մասին ասեմ։ Ինչքան դժվար է տղա երեխեքի հետ, չէ, երբ որ գնում ես քո համար ինչ-որ մի բան ես ուզում գնել, որովհետև այդ հանդերձարան երեխուն չեմ թողի մենակ բնականաբար այնտեղ։ Հանդերձարանից դուրս հետս պետքա տանեմ, բայց լավ է, շոր էր հագս, տեսակ, հեշտ էր հագնելը, բայց ասենք բլուզկա բան չկարողացա փորձեմ, որովհետև հարմար չէր լինի դե բան անելը, փորձելը հանդերձարանում էր երեխեն, այս 2 օրը անպայման գնալու եմ, նկատեցի, որ լիքը հավես բաներ էին ստացել, շատ հավանեցի, հատկապես բլուզկաները աչքովս ընկային, բայց չի ուզում ոչ մի բան վերցնեի, հետո բերեի, փորձեի, հետո տանեի, ոնց որ բան, այս 2 օրը, որ աշխատանքային օր նախ կընտրեմ, որ գնամ շատ մարդ չլինի, ու հանդերձարան մի քիչ կասկածում եմ, որովհետև իրանց հայլիները գիտեք, չէ, սենց մի տեսակ խոշորացույցի նման են ցույց տալիս ու ինձ ավելի ճիշտն ասած գերեր ցույց տալիս այնտեղի հայլին, բայց սենց տանը նո հիմա հագնում եմ, երեք այնքան հոգնած էի, չեմ հագել, չեմ փորձել ոնց է նստում, բայց չէ, բան չի, էլի շատ նորմալ նստում է, ինչևէ սա ինձ համար վերցրի, ուզում էի անպայման, որ սենց երկար լիներ այս հատվածը, բարձր լիներ ու մի քիչ էլ լայնոտ լիներ, ես մոտավորապես 5-6 կիլո քաշ եմ հավաքել այս վերջին 2 շաբաթվա մեջ, շատ եմ տխրում այդ բանից, բայց հեսա շատ չեմ քայլում, ստեղ ասեցի, չէ, վատ սովորույթ եմ ձեռք բերել, այնքան կոմֆորտ եմ զգում տանը, չեմ ուզում տանից դուրս գամ, հիմա այդ բան եմ անելու, հենց հիմա դուրս եմ գալիս տնից, ուղղակի դուրս կգամ խանութներ, ինչ-որ միտեղ կգնամ անպայման քայլելու, որ տանը չմնամ ու աշխուժ լինեմ, աշխուժությունս պահեմ, չբան անեմ էլի, որովհետև սենց քիչ, հետո վախենում եմ շատանա։ Չնայած ես գոտի ավելացրի, գոտին իհարկե իմնա, գոտիով չէին վաճառում, հետս Բելգիայից եմ ես բերել, ստեղ չեմ գնել, ինձ թվում է լավ է, գոտին էլ լավ է, թե հանեմ գոտին, չէ, գոտիով լավ է երևի, թե սենց էլ կթողնեմ։ Ալեքսի համար վերցրել ենք այս ջինսը, ինքը շատ հավանեց, ինքն էլ էր սենց լայնոտ ուզում, երեխես մի տեսակ իրա ճաշակը ունի ու չեմ խանգարում, ինչ ընտրելա դա է, միակ բանը ունեին 5-ից 6 տարեկան ու ստեղ շատ է սա, 5-ից 6-ը, 6-ից 7 տարեկան երեխու համար չունեն շորեր, ունեն 7-ից 8, աշխատողին մոտեցա, ասում եմ բարև ձեզ, ասում եմ 6-ից 7 եմ էլի ուզում, այս մեծ երեխու համար մի քիչ երկարոտ է սա, ու այս փորի հատվածը էլի, ասում է չունենք, ասում է 5-ից 6 է լինում, որ 6 տարեկաններ եթե ուզում եք, կամ 7-ից 8 պետք է հագնեք, ասում եմ այդ 6-ից 7 տարեկան երեխան չի մեծանում, ասում եմ այդ տարիքի, այտենց ու ասում է դե 5-ից 6-ը վերցրեք էլի, որ մի քիչ փոքր լինի, ասում եմ ախր մի քիչ չի տարբերությունը ու բերեց, սենց դնում ենք իրար վրա, մոտավորապես այսքան կարճ է լինում, ասում եմ նայեք, ասում եմ այսքան կարճ է, եթե ես վերցնեմ 5-ից 6-ը, ինքը երևի մի ամիս կարող է հագնի, բայց էլի կարճոտ է լինելու, ասում եմ դրսում մեկը տենակ, ասի այս երեխու մաման իրան շալվար չի գնել, փոքրացել է շալվարը, այս երեխուն շալվար չեն առնում, ասում եմ մեծ էլ հագնի, պիտի ասեմ լավ, այս երեխու մաման չի տեսել, որ իր երեխու հագով շալվար առնի, ասում եմ, վերջապես, որ ու Ալեքսի չափերը միշտ տենց է, իծն է, իրա շորերը ինքը միշտ իրա տարիքին է համապատասխան հագնում, հիմա Հնդկաստանում մի քիչ բլուսկաները 6-ից 7-ը փոքր է լինում օրինակ, երևի բոյով է, բոյով չի ասի, իրա դասամ ավելի բոյովներն էլ կան, կամ հագուստը այստեղ մի քիչ ավելի փոքր է, մեր եվրոպական չափերը մի քիչ մեծ են, օրինակ ես իմ համար էլ շոր որ վերցնում եմ, M չափը ստեղ փոքր է լինում, էլը ոնց որ տենց լավ նստում է, էլի, իսկ եթե Բելգիայում վերցնեմ հագուստը, էլը մեծոտ է լինում, ասենց մի քիչ oversize-օտ է լինում, M-ը իմ հագով է լինում, թվում է այստեղ չափերը մի քիչ ավելի փոքրոտ են, քան մեր մոտ։
Ինչև է ընկերներ ջան, բայց շալվարը 6-ից 7 պարտադիր պետք է լինի 7-ից 8-ը մեծ Ալեքսիս հակով։ Ինչև է վերցրի, որովհետև երեխան շատ էր ուզում, շատ էր հավանել, ասում եմ մամա այսպես բարձրացնում ա վերև, ասում եմ իսկ կարողա գոտի ունենաք, որ գոտիով կապեմ, ասում եմ չէ, գոտի էլ չունենք, մի խանութ էլ մտավ, այլ գոտի հարցնում մեջ կա։ Հիմա մի հատ այս շորերի պատմություն ասեմ, էլի, որ այդպես ցույց է տալի, ասում եմ նայեք, ասում եմ փոքր է էլի, այն մեկը փոքր կլինի, այս պետք երախուն ասում է, չէ, մեր մոտ չենք ստանում 6-ից 7, ասում է, ռազմերները տենց են գալիս 5-ից 6 ու հետո թռնում է 7-ից 8, ոչ մի շորջ չունեին տենց 6-ից 7։ Հիմա մի բան ասեմ, իրականում այդպես էլ կա, եթե դա կարող է այստեղ որ ապրում ես չես նկատում, ինչ որ ժամանակ երկար որ ապրում ես, դա կարող է չնկատես, բայց երբ որ սենց ուրիշ տեղից ես գալիս, մի անգամից զգում ես, էլի։ Ես, որ Ալեքսի համար գնացել էի կոշիկ գնեի, կհիշեք, դպրոցական կոշիկ, աշխատողին ասեցի, որ համարը բերեց մի համար մեծ, Ալեքսը հագել է, սենց հագից դուրս է գալ, սենց լփլփալով քայլում, ասում է, հեսա շատ լավ է հագով, ասում եմ, չէ, ասում եմ, գիտեք, եսի մեծ է, ասում եմ, փոքրը չունեք մի համար, ասում է, չէ, ու հետս 15 րոպե բան է անում, ասում է, չէ, ասում է, տիկին, եսի բան է, նոմ եմ, ասում է, եսի լավ իրար չապն ասում եմ նայեք, որ քայլում է, հետևից են լղկում ասեն, դուրս է գալին ներս է մտնում, էլի ասում եմ, երեխայա պետք է դպրոցում է հագնելու, վազում է, թռնում է, որ իրան հարմար լինի, ասում եմ, ինձ մի համար փոքր է, եթե չունեք, ասում եմ, ասեք չունեք, ես գնամ մեկ ուրիշ խանութում նայեմ, մեկ էլ ասում է, չէ, ասում է, ունեմ, ասում է, բայց ասում է, սա է իր հագով։ Ընկերներ ջան, ուրեմն այդպես երկար խոսելուց հետո արդեն չխայնացա սենց պայուսակներից վերցրի, որ դուրս եմ գալիս, սենց ջոլի հայացք էլ ունեն, սենց գնում ասում է, մադամ, մեմ, ասում շատ լավ, ասում սպասի լավ, գնամ փոքրը ունեմ, ասում ուղղակի էսի է իր հակով, գնացել է փոքր, իսկապես ես արդեն սկսել էի չհավատալ, մտածում եմ, որ ինքը չունի փոքր համարը, ուղղակի ուզում է սա վաճառի։ Գնաց չէ, բերեց պահեստից ու այնպես էլ չի, որ շատ խորս էր, գնաց 2 րոպեից վերադարձավ, սենց ամ, հեսա փոքր համար, աչքերից չեմ հավատում, նայում եմ, ասում եմ, կաղա բրակա վրեն, ասենք չեր ուզում, ամեն ինչ նորմալ, կոշիկա, հակիլը ասում եմ, տեսեք, ասում եմ, ու նորմալ էլ, երեխու հակույց դուրս չի գալի, ասում եմ, հա, ասում եմ, բայց ասում եմ, եսի քիչ կա հագնելի, հետո նկատեցի, որ գնացի մի քանի անգամ դպրոց երեխու համար, տարբեր առիթների ժամանակ տեսավ ու հասկացավ, որ այստեղ կան երեխաներ, որ նայում ես, մեկ էլ տենց տեսնում ես, գնում է երեխին, կոշիկը հագից դմ, հագին դուրս է գալիս, գնում գալիս է, այդպես չեմ մտածում եմ, ասում եմ, չգիտեմ, զապասով են առնում, որ երեխայա դե կմեծանա, շուտ են չէ երեխեքը մեծանում, որ ոնց որ զապասը լինի, թե ուղղակի, որ ոտքները ազատ լինի, երկուսի մեջ տարակուսում եմ, չեմ իմանում, բայց տենց բան նկատել եմ, նույնն էլ շորերի առումով, երեկել, որ ասում եմ, ախր ես մեծ է երեխու հակում, ասում եմ, սենց է էլի, ասում եմ, ինքն էլ ժպտում, ասում եմ, դասում եք փոքր վեր, ասում եմ, փոքրն էլ վերցնեմ, ասում եմ, ես կարճ է առանց էդ փոքր շորը ոչ եմ հագցնի, մի խոսքով տենց բան եմ նկատել էստեղ, հետաքրքիր հնդկական մոտեցում երեխաների շորերի նկատմամբ, մեծահասակները չգիտեմ ոնց են անում, բայց փոքրերի մոտ սենց կա, լավ ես վազեցի խանութներով սիրելի բարեկամներ, դուք էլ իմ հետ եկեք, այսօր այնքան ակտիվ են այս մարդիկ, գնաց իրանց տոնական ավտոն, տոներ են, չեմ հասկանում, եղբայրուր, ոնց որ հեչ աշխատանքային երկուշաբթի օր չլինի ու աշխատանքային ժամ չլինի, ես իրիկում վաժվա 5-ի կոմերն ասենց ակտիվ լինամ, այս ժամին 11-ը չկա, էլի, լանչի ժամ էլ չի, որ ասեմ, լանչի են դուրս եկել, բայց շատ մեքենա կա, ես ամենակ խանգարում, որ չեմ ուզում դուրս կամ քայլեմ, մանգամ, և գիրանում եմ տանը նստած։ Ալեքսը սերեկես էր ասում, մամի ասմած մերուկի սեզոնն է պաստորել։
լիքը ձմերուկներ ունեն, ասում եմ մաման անցանք մեքենայով ես չէի տեսել, ասում եմ նայ ձմերուկի սեզոնա, ասում եմ ինչ է, բայց լավ էլ ձմերուկներ են, կարելի է գալ ստեղից խոբարնել գնամ, այն հիմա ունեմ մի հատ, խանութից եմ վերցրել, բայց ես ավելի լավն է ընկերներ վաղվա համար մտածում, շատ հեռու չի, ոչ կգնեմ և կգնամ ասում տես ինչքան ձմերուկ կա, ես այն մյուս կողմն էի նստած, ինձ հարմար չէր, մեքենան արագ անցավ չի տեսել, ինքը դպրոցից գալուց էր դեղ նկատել Մամի, ձմերուկի սեզոնն է, ինքան հետաքրքիր երեխա է Ալեքսը Ճիշտ է ամեն ծնողի համար էլ իր երեխան հետաքրքիր է, չէ, բայց այս իրենց տարիքը ամեն ինչ նկատում է, շատ ուշադիր է ու հետո ուզում է կիսվի իր տպավորություններով, ինչ-որ մի բան որ տեսնում է, անպայման ուզում է ասում է, որ ցույց տա Ճիշտն ասած երեքանց փորձում եմ հասկանալ, թե այստեղ ինչ է կատարվում Երեկոյան ժամերին տոնակատարություն ունեն, թե ուղղակի սենց գույներով են արել, այսքանով սահմանափակվում Չգիտեմ Լեսօր էլ փորձեմ Հեսա խանութ եմ գնում, խանութի աշխատողին որ հարցնեմ, կարող այն ձոգնեն Միակ խանութը, որ մազերը ֆենելուց մազերը բացում է այդ սաները որ փնտրում եմ այստեղ է որ չեմ նայել ստեղ էլ տեսնեմ այստեղ ունենան էլի բախտս փորձեմ Ալեքսի միշտ մատիտներ են հարկավոր գիտեք չմոռանամ վերցնեմ հանկարծ ընկերներ ջան ընկեր պրետիններն եմ նայում Կհամաձայնվեք, չէ որ կարծես, թե խանութում կապը կորավ, որ ասեցի մատիտ եմ վերցնում, ֆենի սաներն էլ նայեմ ու դուրս գամ ու զանգ ստացա, դպրոցից Ալեքսի դասատուն էր, որ զանգը ստանում ես, գիտես, որ եթե երեխան դպրոցում է ուսուցչուհին զանգում է, ուրեմն լավ լուրով չի զանգել հիմնականում, զանգեց ասում է Ալեքսը այդքան էլ լավ չի զգում, փորիկի հատվածում ցավեր ունի, կաղա գաք շուտ, ասեցի հա բա ոնց չեմ գա Շուշուտ այդ մատիտն էլ տեղը դրեցի, էլ ոչ ոնց որ վճարում, որ ժամանակ չկորցնեմ, ոչ մի բան, դուրս եկա հենց մի անգամից խանութի մոտից տաքսի եմ կանչում Հասկանալի է, որ տաքսին չկար, որովհետև հիշեք չէ գնալուց էլ ասում է, ես ինչ աշխուժ է այսօր, ոնց որ հետ աշխատանքային երկու շաբթի չլինի, ու այդպես երևի մի 15 րոպե կանգնել եմ դրսում, արդեն լացս գալիս էր, երևի ծնողի համար ամենավատ բանը էտա չէ, որ գիտես երեխեդ մի փոքր թեկուզ նշանակություն չունի ինչ դժվարություն ունի, մի քիչ էլ դժվարություն ունի ու դու չես կարում հասնես, ինչ որ մի բան չես կարող անես մտածում էի արդեն զանգեմ Ջեսին, ասեմ, որ կամ իրանց մոտից ինչ-որ մեկին խնդրի, ինքը գնա, եթե դաս չունի, չնայած Ջեսն էլ եթե դասի է լինում, 50 րոպե ոնց որ չի կարա էլի ոչ զանգի, ինքն էլ անջատում է իր հեռախոսը, անձայնի վրա է, դե գիտեք, ձայն որ լինում է այս կողմից ծնկ-մնկ զանգեր են գալիս եւ այլն չի սիրում ինքը նախընտրում է որ անձայնի վրա լինի հետո դասամիջոցին է գիտի էլ որ ես 24 ժամ հասանելի եմ ինչ որ մի բանի համար եթե պետք լինի իմ հետ են կապվում միշտ Ինչև է ընկերներ ջան, տարբերակս դա էր կամ դե դասախոսներ կամ որ մեքենայով են գնում ինքը տենց ինչ որ մի ձև գնա հասնի կամ որ մեքենա ուղարկի այնտեղ դե վարորդներ կամ վարորդի միջոցով մեքենա ուղարկի մոտ ես գնամ այդպես մտքերի մեջ եմ եւ 20 րոպե տիպը դդվում է ասում է մեքենա չկա ես արդեն պանիկայի մեջ եմ մտքովս ինչ անցնում է Լավա ուսուցչուհին նորից զանգեց, ասում է դուրս եք եկել արդեն, ասում եմ չէ, ասում եմ չեք հավատա, բայց ես դրսում կանգնած մեքենա եմ փնտրում, չեմ կարողանում էլի գտնեմ, շատ դժվար է, ինքն էլ գիտեն, որ գնում ենք այնտեղ ոտքով են գալիս, ասում է, հա, ասում է ես էլ մտածում եմ, ասում է նույն բանը, ասում է որ գաքել այստեղ, ասում է երախում բա ոնց եք տանելու,
որովհետև հա ես էլ գնացի հասա, բայց ես մտածում էի նշանակություն չունի, թեկուզ գնամ հասնեմ երեխու կողք կլինեմ, թեկուզ էլի ավտոբուսով նույն ձևի հետ կգանք, բայց գոնե ես երեխու մոտ կլինեմ, ինչևէ ընկերներ ջան, այդպես ասած արդեն իրեն լավ ազգում, մի պահ ա եղել, որ այդպես փորիկի մոտ ցավ ա ունեցել, ասում ա հիմա լանչն ա ուտում արդեն, ես ձեզ նորից կկապեմ, եթե հանկարծ երեխան զգամ էլի վատ ազգում ինչ-որ մի բան, անպայման էլի կկապվեմ, ասեցի հա մի մտածեք, որովհետև ավելի լավ է ինձ ասեք, ես գոնե ամուսնուս կասեմ, ինչ-որ մի հնար կգտնենք, կգանք, կհասնենք, էլի այնպես չի։ Միակ խնդիրը այստեղ այդիա, որ պարտադիր պետքա մեքենա ունենաս, չես կարա էլի ոչ մի տաքսու վրա, այնտեղ մենակ ես Uber-ը չի, մի երկու տարբերակներ էլ կան, ոչ մեկի վրա հույս դնել չի կարելի, միայն ու միայն քո վրա, այդպես որ ասեց արդեն մի քիչ հանգստացա, հետ գնացի համ այդ մատիտը վերցրի, որովհետև մատիտի կարիք ուներ, ու արդեն տրամադրություն չունեի քայլելու եւ այլն, ես էլ մտածում էի ոնց հանեմ այնտեղից մի ես էլ հետ գամ տուն, արագ, առանց ժամանակ կորցնելու ու քայլելով իջա մեկ ուրիշ խանութ, այն մյուս խանութը, որ միշտ գնում եմ եւ այնտեղ ունեն այս տիպի մազի չոտկա, այս էլի իմ ուզածը չի, բայց վեգան ոնց որ թե շատ լավ ֆեներ ունի, որովհետև աղջիկներն էլ որ ֆեն էի ուզում գնեի, ովքեր որ ծանոթ են այստեղի ֆիրմաներին բան, խորհուրդ տվեցին միանշանակ վեգան, ասեցին Լիանա ջան, մոտս սկրինշոթ եմ արել ֆենի առումով ու սա էլ այս սաներներ հիմնականում ոչ թե այդպես պրոֆեսիոնալ սաների համար մազ ֆենելու համար ինչ-որ բան եմ ուզում, այլ ուղղակի սիրուն կոկիկ, ինչ-որ այս վերևի հատվածներն էլ, մի տեսակի մազերը, որ հաստ ա ու խիտ, որ մի քիչ կոկիկ լինի, սենց խնամված լինի, սանրով որ անց ես կացնում, մի քիչ ուրիշ ա, չէ, փայլել ա տալիս, ինչևէ, սենց տարբերակներ, միակներ, ուրիշ տարբերակ չկար, վերցրի, հուսամ, որ ինձ կօգնի, ես ինքս սենց ոչ մի անգամ այս տիպի սաներ չեմ ունեցել, միշտ սենց այն հաստ մազերով որ լինում ա, բայց ոնց որ թե պրոֆեսիոնալ ա, էլի, սենց անեմ, հիմա տրամադրություն չունեմ, որ փորձարկեմ, գնել էի, այս կտրոնն ա, քանի որ այդ խանութում էի, այս պենալները բավականին հարմար են, հուսով եմ խնդիր չի կա բրեն, մեկ-մեկ լինում ա, որ չէ ոնց որ թե նորմալ ա, լավը չի, այստեղ Ալեքսի այս մատիտների համար պենալ, որովհետև իր այս մարկերները, օրինակ այս գրչատուփը փոքր ա, սենց անընդհատ ամենուր ա, դրա համար այս հարմար ա, համ չափսն ա հարմար, համ հիմա այս բոլորը կլցնենք այստեղ, սրանից մի հատ էլ ունի, այն մեկի մեջ լավ լցրած ա, վերջ, ու այս հատվածն էլ էլի, որ մաքուր լինի, թափթփված տեսք չլինի, սա այսպես շատ կուրախանա, ինքն էլ էր սպասում այս պենալին, և այս երկրորդ համարը, սրա առաջին համարը արդեն վերջացրել ենք, mental math-ը, վարժություններ են ուղղակի, մաթեմատիկական վարժություններ են, օրվա ընթացքում էջ գրելով գալիս ենք, ասում եմ առաջինը արդեն վերջացրել ենք, երկրորդին ենք հասել, օգնում է իհարկե, դե դպրոցի վարժությունների հետ զուգահեռ միշտ տանը ինչ-որ գրքեր, բաներ ունի ու զուգահեռ վարժություններ են կանում, որպեսզի այդ դպրոցում ինչ որ սովորում ա, համ էլ ամրապնդվի, սա այսպես ընկերներ ջան, այս երկրորդ համարը չկար, առաջինն էի վերցրել ու երրորդն էի վերցրել, մեկ ուրիշ խանութում երկրորդը չունեին, այդ առաջինն է, որ վերջացրել էին, երրորդը նայում էի, որ այդ նախկինում գնել էի, ավելի բարդ ա, այս երկրորդը ավելի հարմար կլինի, որ հիմա ինքա ավարտի, ու եկա տուն, այսքան ընկերներ, մի հատ սուրճ եմ դնում, սուրճ խմեմ, ու այսպես,
Եթե հավես ունենամ, այս կփորձեմ, ոնց որ թե լավ է բռնում, որպեսզի սիրուն կոկիկ լինեն մազերս։ Այսքանը 450 ռուպի արժեր էս ոնց որ թե։ Հա, այս արժեր 450 ռուպի, 249 ռուպի սա արժեր և 80 ռուպի արժեր այս գիրքը։ Մատիտը առանձին ուրիշ խանութից է վերցրել 69 ռուպի էր։ Ալարում եմ տեղից ես շարժվեմ։ Մեզ մոտ նոր օր է սկսվել երեկվանից, սիրելի ընկերներ, հուսամ, որ դուք լավ եք։ Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է հուսամ, երեկվա վլոգը չուզեցա այտենց թողնեմ, չնկարեցի էլ, երեխուն դպրոցից բերեցի, ոնց որ ընտանեկան ստացվեց, չեմ նկարել ոչ մի բան, բայց համոզված եմ, որ դուք հիմա շատ անհանգիստ եք, թե ոնց է երեխեն իրան զգում։ Այսօր դպրոցը չեմ ուղարկել, գրիպային վիճակը ավելի շատ մոտ է, այսօր մտածեցինք ամուսիններով, որ ճիշտ կլինի ինքը տանը մնա, հանգիստ վիճակում լինի ու դպրոցը չենք ուղարկել, տանն է մնացել, բայց ամեն ինչ ոնց որ նորմալ է, հուսամ, որ շուտ կլավանա, ոնց որ թե գրիպ է, ասեցի, չէ, քիթիկից է մի քիչ գալիս, ինձ թվաց, ինձ հետ են։ Մտածեցի առաքում է եկել, երբեմն լինում որ առաքում է լինում, իմ մոտ հեռախոսի ձայնը անջատված է, զանգում են, չեն ընկնում, տեսնում են, ես այստեղ խոսում եմ, այդպես ընկերներ ջան, այդքանը շատ ուզում եմ չանհանգստանաք, իհարկե ամբողջությամբ չի լավացել, դեռ մի քանի օր գիտեք, վիրուսները մի քանի օր տևում է, բայց հուսամ, որ շուտ կլավանա, ես էլ իրան լավ եմ նայում, տեղը տեղին ամեն ինչ, որ բուջերը շուտ լավանա, ընկերներ ջան, այսքանը ձեզ բարի օր եմ մաղթում, լավ օրվա շարունակություն եմ մաղթում, առողջ եղեք ամենակարևորը, ձեր ընտանիքներին հաջողություն եմ ցանկանում, առողջություն եմ ցանկանում, որ խոսքով աշխարհում ինչքան լավ բան կա, ես ձեզ եմ ցանկանում։ Այսօրվա վլոգը այսքանը կլինի, կհանդիպենք արդեն վաղը, լավ մնացեք, պաչիկներ։ Հավանում ես։ Հա, հավանեցիր ես պայուսակը։ Ճիշտ է տանն ենք մնաց your table technique։ Ճիշտ է տանն է մնացել, բայց այսպես զբաղվում ենք։ Ոնց է կոչվում։ Phonics-ի գիրքն է մեր, որ ունեինք։ Արի ցույց տանք ինչ ենք արել, հա, թե չէ։ Այստեղ մամայի համար պայուսակա նկարում եմ տղեն։ Այս սրանք արել ենք, Phonics-ներն են, որ շատ ենք հավանում, չէ, հավես խաղեր են, չէ, մենք խաղերի գիրք ենք անվանում սայի դեպ, մաման ու տղան եթե ուզում են խաղան, ուտեմ քիզ մլուտը տորո, You know what this is? Չէ, Booster. Now it's going faster. ավտոբուսին, Fire. Fire, okay, Fire's coming in the booster. խոսքով, հիմա ինչ պետք է անենք, պետք է գտնենք AG-ին, չէ, And snake. ու վերջում օծ ենք ստանալու, Huh? What? Snake-ը օծնակյանք, չէ, տեսնենք որտեղ է թաքնված օծը այստեղ, առաջին AG-ին գտել ենք, AG-ին նաև օգտագործում ենք, որ բառի համար, very good, այս հիմնական արտասանության համար էլ է շատ լավ, գտնենք միասին, Okay. ցույց տաս մեզ նկատի ունեմ դու գտի, Here. Բայց մաքուր արա, որ ոց Now you մաքուր do. դուրս կա, նա ես անեմ, okay, ինձ թվում է մի հատ այստեղ ունենք, մյուսը կթողնեմ, որպեսզի դու գտնես, I found it already. գտավ,
Հավես խաղեր են, չէ։ With friends. Հավես խաղեր են, չէ, Ալեքս։ Կտարոցին։ And this is the eyes. Ատաչկիրն է սանո։ A nose. A mouth. Ահա։ Իսկական օծի է հիմա նման, ճիշտ ես։ Դե բոլորին ասենք ցտեսություն։ Huh? Ցտեսություն ասենք։ Means Մինչ նոր վլոգ։ not lock.